2013 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության համաձայն դրամաշնորհները նախորդ տարվա ցուցանիշի համեմատ մոտ 5%-ով նվազել են, 8 միլիարդ դրամով աճել են այլ եկամուտները, ավելացել է հարկային եկամուտների տեսակարար կշիռը։ Տվյալները ներկայացնում է ֆինանսների փոխնախարարը, ներկա է կառավարության կազմը վարչապետի գլխավորությամբ, սակայն այդ կազմը շատ արագ հեռանում է, թողնելով զեկուցողներին պատգամավորների հետ, իսկ Նաիրա Զոհրաբյանի հարցն ուղղված գլխավոր ֆինանսիստին վերաբերում էր վարկային միջոցների օգտագործմանը։ Ռուսական 500 միլիոնանոց դոլար վարկը, այդ վարկի հետ կապված բավականին մութ եւ կասկածելի պատմություններ կան, կուզենայի նշեիք 500 միլիոնը կոնկրետ կետերով վարկը ինչի վրա է սպառվել։ Կուզենայի, որպեսզի մի փոքր բարձրաբանեիք, թե ինչ մութ անկյունների մասին է խոսքը, որպեսզի կարողանամ դրանց ավելի հանգամանալի որ վարկերը տրվել են տարբեր գործարարների, տարբեր մերձավորների եւ այլն եւ այլն։ Մասնավորապես դրանց որոշ մասը բյուջեի մասին օրենքներով հաջորդ տարիների նախատեսվել եւ օգտագործվել են որպես ծախսային ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներ։ Խոսքն ըստ Ատոմ Ջանջուղազյանի աղետի գոտու շինարարության մասին է, իսկ մեծ մասը վարկերի տրամադրման նպատակով հատկացվել է կենտրոնական բանկին։ Պատասխան չի ստանում Նաիրա Զոհրաբյանի առաջին հարցը, թե որքան է կազմել սպառողական զամբյուղի, այսինքն առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։ Այն թերևս ավելին է եղել, քան ներկայացված 5%-ն է, համոզված է պատգամավորը։ Չկա հնայի աճ, բայց կա տպավորիչ կատարողական, ինչի արդյունք է սա, հարցին գլխավոր ֆինանսիստը պատասխանում է։ Շուրջ 31 միլիարդ դրամի այդ ավելացման բացատրվում է միայն արտաբյուջետային միջոցների ավելացման հանգամանքով։ Ասացիք, որ 2013 թվականին եկամուտների համար ակնկալվող դրսից հատկապես ներդրումների նվազում է տեղի ունեցել։ Ըստ ձեզ այդ խնդիրը կապված է սեպտեմբերի 3-ի որոշման հետ, թե ոչ։ Ջանջուղազյանը վստահեցրեց, թե քաղաքական որևէ գործոն դեռ չի խաղացել արտաքին ներդրումների, հետևաբար նաև եկամուտների նվազման հարցում։ Ֆինանսական ծախսերը ներկայացրեց նաև Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրան հարց ուղղեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում հետաքրքրում էր, թե անցած տարի ինչու է արտաքին պարտքի սպասարկումը հասցվել առավելագույնի։ Հաջորդ այսպիսի պիկը սպասվում է 2020 թվականին, այդ ժամանակ մեր արտաքին պարտքի սպասարկումը լինելու է ավելի քան 1 միլիարդ դոլար։ Հիմա հարցը հետևյալի մասին է, ինչքանով է նպատակահարմար այսպիսի պիկերը, չարժի արդյոք վերաբանակցել այս պարտքի սպասարկման հետ կապված խնդիրը, որպեսզի ավելի սահուն տեղի ունենա։ Եթե մենք այս վարկի մարումը չենք անում, այդ պիկը ընկնում էր հենց 14-15 թվականների։ Այդ առումով մեր արտաքին ռեզերվների կառուցվածքը կենտրոնական բանկի, ինչու այդ հարցը կարելի է ինձ տալ, միայն այդ պարագայում, որովհետև այլ պարագայում այդ հարցը ուղղացել կառավարությանը։ Մեր արտաքին պահուստների կառուցվածքը համահունչ է մեր պարտքի կառուցվածքին նաև։ Փաշինյանը չարձագանքեց միջամտեց Ջանջուղազյանը, նշելով, թե սա ավելի ճիշտ կառավարությանն ուղղվելիք հարց էր եւ ստանձնեց պատասխանի իրավունք, բացատրեց բավական երկար, սակայն Փաշինյանն ավելի հասկանալի համարեց Ջավադյանի պատասխանը։ Պարոն Ջավադյան, ձեր ասածից մենք հասկացանք, որ ընդհանրապես կայացվել է քաղաքական որոշում եւ այս հարկային արտաքին պարտքի սպասարկման բարդությունները, այսպես ասած, հրվել են գցվել են դեպի 2020 թվականը։ Եթե ես ձեզ ճիշտ հասկացա, այս մոտեցումը կարող է այսպես ինձնից հետո թեկուզ ջրհեղեղի տպավորություն թողել։ Տրամաբանությունն ըստ Փաշինյանի այն է, որ 2020 թվականին այս իշխանություններն այլևս չեն ղեկավարի։ Հետևաբար այսօր իրենցից հեռացնում են արտաքին պարտքի սպասարկման բեռը։ Այս մտքին համաձայն չէր Ջավադյանը։ Համահարփեցման առումով մեր մոտ հիմա շատ ավելի մեր պարտքը ավելի կառավարելի է եւ ավելի հարթ է, իսկ 20 թվին անկախ նրանից, թե այս ռուսական վարկը կմարվի, թե չէ մարվի, 20 թվին ավելի շատ բեռ ունենանք։ Անցած տարվա բյուջեի քննարկումները շարունակվեցին ավելի ուշ, ներառելով նաև արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության եւ այլ ուղղություններով ծախսերը, իսկ բյուջեի ծախսերն ու եկամուտները ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կքննարկեն ամբողջ շաբաթվա ընթացքում։ Վարդուհի Արզումանյան, Տիգրան Գասաբյան, Gala News։